Առաջին ատյանի դատարանը մերժելով երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Փաշինյանի չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարելով Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։ Այս մասին ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, սակայն հիրավի մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի այդ արտահայտությունները գնահատվել են հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կառավարության նիստում։ Ստացվում է, որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենացածր գնահատականներ հնչեցնելու սահմանները։ Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին եւս հնչեցնել առերևույթ զրպարտչական արտահայտություններ, պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը եւս քաղաքական գործիչ լինի։ Այդ դեպքում դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն, մնում է հասկանալ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած վնգստացող դատավորներ եւ կաշառակեր դատավորներ ֆրազներից, որոնք են նույնպես համարում գնահատողական դատողություն, ասված է հաղորդագրության մեջ։ Իրավապահները 3 խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի երթուղիները սպասարկող մուլտիտրանսպորտ ընկերությունում եւ ձերբակալել ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանին։ Մուլտիտրանսպորտը կապվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մուլտիտրանսպորտ ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել։ Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով ԱԴ-ի ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, հայտնել են քննչական կոմիտեից։ Մուլտի Ուելնես կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանն անդրադարձել է կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներին եւ նշել. կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Մուլտի Ուելնես կենտրոն մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է եւ գործելու է Երևան Ուելնես Սենթր նորանունով։ Համալիրի ողջ շարժական գույքը, մարզական գույք եւ սարքավորումներ, կահույք, օդափոխման եւ հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա, լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցներ եւ այլն պատկանում են Մուլտի Ուելնես կենտրոնին, դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։ Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է Մուլտի Ուելնես կենտրոնի ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին եւ անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած Երևան Ուելնես Սենթր կազմակերպությանը։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ինչ հիմքով եք այդ գույքը վերցրել Մուլտի Ուելնես կենտրոնից, ասված է հայտարարության մեջ։ Երեկ երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում հեծի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները բարձելու համար, այն է սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի եւ իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև թիմ կոմունալ ծառայությունների կամ այլ շին աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա կիրականացվի ներքին հետաքննություն։ Այս մասին հայտարարել է հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Հաջորդ շաբաթ մենք Էլիազգովի ամոթից գետին ենք մտնելու, այս մասին հայտարարել է Հայկ Պամիջանյանն անդրադառնալով Վեհապ Փարհայրապետի դատավարությանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին։ Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Հայաստանի Հանրապետության Արտարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։ Ըստ Ժողովուրդ թերթի աղբյուրների, հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդին, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Նա հունիսի 18-ին կալանավորվել էր եւ այդ գործը շարունակում է մնալ քաղաքական ու հանրային քննարկումների կենտրոնում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ագրեսոր համարվող երկրների հետ համագործակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ եւ ինքնապաշտպանության իրավունք է տալիս Թեհրանին։ Նա Լոնդոնին մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների ներգրաված լինելու մեջ եւ պահանջել վերանայել բրիտանական քաղաքականությունը։ Արաղչին նաև հայտարարել է, Իրանը մտադիր է Օմանի հետ համատեղ վերահսկել Հորմուզի նեղուցով նավերի անցումը։ Իր հերթին Մեծ Բրիտանիան ընդգծել է, որ պատերազմի կողմ չէ եւ աջակցում է հակամարտությունների դիվանագիտական կարգավորմանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Հորմուզի նեղուցում հարվածել է 2 նավթատար տանկերի, որոնք իր պնդմամբ փորձել են անցնել չարտոնված երթուղով։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ գործողությունից հետո 2 նավերն են ստիպված կանգ են առել, իսկ եւս 4 տանկեր փոխել են իրենց երթուղին։ Թեհրանը պնդում է նավերը գործել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության օդային ուղեկցությամբ եւ անտեսել են իրանական նախազգուշացումները։ Իրանը հայտարարել է, շարունակում է լիովին վերահսկել Հորմուզի նեղուցը։ Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատան շենքը։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի խոսքով հրթիռներն ընկել են դիվանագիտական առաքելության շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, սակայն աշխատակիցները չեն տուժել։ Վիլնյուսը հայտարարել է կկանչի Ռուսաստանի ներկայացուցչին բացատրություններ պահանջելու համար։ Բուդրիսը ռուսական շարունակական հարվածներն անվանել է ահաբեկման արշավ եւ նշել, որ Կրեմլը չի ցուցաբերում պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն։ Նա նաեւ կոչ է արել արևմուտքին ստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Իլոն Մասկը հայտարարել է, Եվրոպայի մեծ մասը կանգնած է ժողովրդագրական լուրջ ճգնաժամի առաջ։ Նրա խոսքով Եվրամիության 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը, եւ այդ միտումը կարող է հանգեցնել բնակչության կտրուկ նվազման։ Մասկը մեկնաբանել է ՄԱԿ-ի վիճակագրությունը, ըստ որի աշխարհի խոշոր տնտեսություններում ծնելիության մակարդակը տասնամյակներ շարունակ անկում է ապրում։ Տվյալները վերաբերում են նաեւ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, ԱՄՆ-ին, Ճապոնիային եւ Հարավային Կորեային։ Գործարանը նախազգուշացրել է, որ առանց ժողովրդագրական փոփոխությունների Արևմուտքը կարող է կանգնել գոյաբանական մարտահրավերի առաջ։ Օմանի ափերի մոտ գտնվող նավթատար տանկերի հարևանության պայթյունը տեղի ունեցել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կոորդինացման ծառայության տվյալներով անձնակազմը գրանցել է պայթյուն եւ նավի անմիջական հարևանությամբ ջրի հզոր ցայտք։ Միջադեպը տեղի ունեցել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ, Խասաբ քաղաքից հյուսիս-արևելք։ Նավը վնասներ չի ստացել, իսկ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրավասու մարմինները պարզում են դեպքի հանգամանքները, իսկ բոլոր նավերին կոչ է արվել պահպանել առավելագույն զգոնություն։ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, Շենգենյան գոտու ամբողջականությունը ամբողջությամբ երաշխավորված է։ Նրա խոսքով Սեուտա ժամանած անօրինական ներգաղթյալների մեծ մասն արդեն վերադարձվել է Մարոկո։ Նախարարը շեշտել է, Սեուտայից կամ Միլիլիայից իբերական թերակղզի հնարավոր չէ անցնել առանց սահմանային եւ անձնագրային վերահսկողության։ Մադրիդը պնդում է, որ իրավիճակը վերահսկվում է։ Իտալիան պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հանձնաժողովին Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը մինչև 30 օրով վերականգնելու մասին։ Որոշումը վերաբերում է ծովային եւ օդային ճանապարհով Իտալիա ժամանող ուղևորներին, քանի որ երկու երկրները ցամաքային սահման չունեն։ Ռոմը քայլը ձեռնարկել է Շենգենյան կանոնակարգերին համապատասխան միգրացիոն իրավիճակի սրման պայմաններում։ Եվրոպական հանձնաժողովը ստացել է համապատասխան ծանուցումը։ Սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում եւ միտված են ուժեղացնելու մուտքային հոսքերի վերահսկողությունը։ Թրամփը հայտարարել է, մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Գրենլանդիան կարող է հայտնվել Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Նրա խոսքով կղզին ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար եւ այդ հարցում վստահ է իր կանխատեսման վրա։ Թրամփը կրկնել է. Գրենլանդիան կարևոր է Վաշինգտոնի շահերի տեսանկյունից, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մրցակցության պայմաններում։ Նա հիշեցրել է, որ նախկինում չէր բացառել նման ռազմական տարբերակը, թեև այժմ այն այլևս չի դիտարկվում։ Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկոյից մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 61-ի։ Սա նմանատիպ դեպքերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Իրավապահները շարունակում են դիակներ հայտնաբերել սահմանամերձ Տարախալ լողափում, ինչի հետևանքով զոհերի թիվը դեռ կարող է աճել։ Տեղական իշխանությունների տվյալներով վերջին 1 օրում Սեուտայում մուտք գործել շուրջ 60,000 մարդ։ Միաժամանակ ավելի քան 48,000 անօրինական ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկո։ Իտալիայի Նեապոլի մերձակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերում գրանցվել է վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը 4.7 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանից հետո 1 օրում արձանագրվել է շուրջ 60 հետ ցնցում, որոնցից ամենաուժեղը կազմել է 3.1 մագնիտուդ։ Պաշտոնական տվյալներով զոհեր չկան, սակայն տարբեր լրատվամիջոցներ հայտնում են 20-ից 40 տուժածի մասին։ Փրկարարները շարունակում են շենքերի ստուգումները, մի շարք ընտանիքներ տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Իշխանությունները հրավիրել են արտակարգ նիստ գնահատելու սեյսմիկ ակտիվության հետևանքները։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին նոր որոշումներ է ստորագրել պաշտոնից հեռացնելով իր օգնականին մամուլի քարտուղարին, աշխատակազմի ղեկավարին ու նրա տեղակալին, ինչպես նաև խորհրդականին։ Դավիթ Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից, Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից, Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, Տարոն Չախոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, Արամ Խաչատրյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից, Վլադիմիր Խաչատրյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Գեղամ Թովմասյանն օգոստոսի 7-ից ազատվում է վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի պաշտոնից։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Այս շաբաթ լրացավ Ռուբենին ՈՒՄԲԱԿ-ի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Ավելի վաղ ես դիմումներ էի ուղարկել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստման կապակցությամբ։ Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել հարազատներին նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրեր, ինչպես նաև օգնել նրանց եւ ընտանիքների միջև կապի հաստատմանը։ Իմ կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։ Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Այսօր նույն հարցով կրկին հրապարակային դիմում եմ նրանց, նշել է Ռուբեն Վարդանյանի կինը։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-ից 28-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կենտրոնում ամբողջ շաբաթ Արաբկիրում հուլիսի 22-ին եւ 28-ին Շենգավիթում չի գերազանցել, Նորնորքում չի գերազանցել։ Երևանի Պապ Թագավորի նախկին Ամիրյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել ստորգետնյա մալուխի վթարի հետևանքով տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տեղի ունեցել պայթյունը Մարդաշատ փողոցում, բարեբախտաբար տուժածներ չկան։ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նշվում է, որ Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել FIDE-ի վարպետ Վաչե Հովակիմյանը, միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ալգասարովի եւ FIDE-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ ոքի արդյունքով։ Հուլիսի 31-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Արցախի նախկին ղեկավար Բակո Սահակյանը դիմել է դատարանին, խնդրելով չեղարկել Ստորադաս Ադյանի դատավճիռը եւ իրեն արդարացնել։ Մյուսների պաշտպանները հիմնականում դատարանին խնդրել են բեկանել առաջին Ադյանի դատարանի դատավճիռը իրենց պաշտպանյալների նկատմամբ եւ կայացնել արդարացման դատավճիռներ։ Իբրև թե մեղադրյալներն են ներկայացնելով իրենց փաստարկները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Դրանով ավարտվել են բոլոր մեղադրյալների պատասխան ելույթները, ասված է հաղորդագրությունում։ Դատական կոլեգիան անցել է որոշում կայացնելու քննարկմանը։ Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափազանց զգացմունքային հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը Եվրասիական տնտեսական միության վաղճանի սկզբի մասին։ Երբեմն ցավոք թե մեզ համար, թե հենց Փաշինյանի համար նա անում է չափազանց զգացմունքային ակտիվ հայտարարություններ, որոնց համար հավանաբար հետո ինքն էլ ստիպված է լինելու ափսոսալ։ Ամեն դեպքում կյանքը բաղկացած չէ միայն հայտարարություններից, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք, ասել է Կարասինը։ ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրաքից վերջին մնացած զորախմբերի դուրսբերումը, որոնք տեղակայված էին Իրաքյան Քուրդիստանում, Էրբիլի օդանավակայանի շրջանում։ Աղբյուրների տվյալներով Patriot զենիթահրթիռային համակարգերը արդեն դուրս են բերվել ռազմական օբյեկտից, իսկ ամերիկյան զորքերի եւ ծանր տեխնիկայի հիմնական մասը տեղակայվել է։ Նշվում է, որ բոլոր Patriot մարկոցները տեղափոխվել են անհայտ վայր։ Տարածաշրջանային պաշտոնյաները սա բնութագրում են որպես Բաղդադի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան ծրագրված գործընթաց, որի համաձայն ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը պետք է դուրս բերի իր բոլոր ուժերը Իրաքից։ Իսպանիայի կառավարությունը հայտնել է, Սեուտայից Մարոկո արդեն վերադարձել է ավելի քան 48300 անօրինական ներգաղթյալ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով 5 շաբթի առավոտից ի վեր սահմանը հատել է մոտ 50000 մարդ։ Մինչդեռ Սեուտայի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը խոսում է մինչև 60000 անցման մասին։ Վերադարձը կատարվել է կավանվոր հիմունքներով։ Միաժամանակ իշխանությունները հաստատել են, որ սահմանային անցումների ընթացքում զոհվել է 57 մարդ։
Իրաքի վարչապետ Ալի Ազզայիդին կարգադրել է բարձրացնել երկրի զինված ուժերից գոնությունը եւ ապահովել բանակի առավելագույն մարտական պատրաստվածությունը։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Սաբահ Ալ-Նումանը։ Որոշումը ներառում է նաեւ բանակի համալրումը ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով, վաղ հայտնաբերման միջոցներով եւ հակաօդային պաշտպանության նոր համալիրներով։ Այս քայլերը ձեռնարկվում են տարածաշրջանում անվտանգության լարված իրավիճակի պայմաններում։ Ղազախստանն ու Ադրբեջանը գործնական փուլ են մտցրել Կասպից ծովի հատակով տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի կառուցման նախագիծը։ Ղազախստանի թվային զարգացման նախարարության տվյալներով Չինաստանից կուրիք հասցված օպտիկական մալուխը տեղափոխվել է Բաքու, որտեղից մասնագիտացված նավն արդեն սկսել է գծի անցկացումը դեպի Ակտաու։ Աշխատանքներում ներգրաված է ավելի քան 20,000 տոննա ջրատարողության մալուխարկիչ նավ, դինամիկ դիրքավորման համակարգերով եւ 70 հոգանոց անձնակազմով։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ստորջրյա մալուխի անցկացումը կավարտվի 15-ից 20 օրում, իսկ ամբողջ նախագիծը շահագործման կհանձնվի մինչև 2026 թվականի վերջ։ Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի երանելու տաճարում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով կրակը սկսել է առաջին հարկում տնօրենի աշխատասենյակում, որտեղ այրվել են կահույքն ու անձնական իրերը։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր, իսկ դեպքի վայրը ժամանել շուրջ 10 հրթիռ հաշվարկ։ Կրակը կարճ ժամանակում տեղայնացվել եւ ամբողջությամբ մարվել է։ Արտակարգ ծառայությունների տվյալներով միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը քննարկում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ վերջին տարիների ամենամասշտաբային հարվածներից մեկի իրականացումը։ Գործողությունը կարող է մեկնարկել արդեն առաջիկա հանգստյան օրերին, սակայն վերջնական ժամկետը դեռևս հաստատված չէ։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի տվել վերջնական թույլտվությունը, իսկ նրա վարչակազմում այս հարցի շուրջ տարաձայնություններ կան։ Միաժամանակ իսրայելցի պաշտոնյան հայտարարել է. Իսրայելին հայտնի չէ նման լայնածավալ գործողություն սկսելու վերաբերյալ որևէ վերջնական որոշման մասին։ Հնարավոր թիրախների շարքում են Իրանի էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է. Սև ծովում հարվածներ է հասցրել 3 նավի, որոնք ըստ գերատեսչության զբաղվում էին սպառազինության եւ այլ ռազմական բեռների փոխադրմամբ։ Հայտարարության համաձայն կիրառվել են Գերան եւ Գերբերը անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Լանցետ շրջափակվող զինամթերք։ ՌԴՊՆ-ն նաեւ տեղեկացրել է, որ Լանցետով հարված է հասցվել Չեռնոմորսկ նավահանգստի արտաքին Խարսխակայանում գտնվող բեռնատար նավին։ Գերատեսչությունը հավելյալ տվյալներ չի ներկայացրել վնասների կամ հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Լատվիա-Բելարուս սահմանի Պետերնիկի անցակետում տեխնիկական խափանման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է սահմանային վերահսկողությունը։ Լատվիայի պետական սահմանված ծառայությունը հայտնել է, խնդիրը առաջացել է տեղեկատվական համակարգերի աշխատանքի խափանման հետևանքով։ Պատճառները եւ վերացման ժամկետները դեռևս հայտնի չեն, իսկ սահմանապահները խոստացել են պարբերաբար թարմացնել տեղեկատվությունը։ Լատվիայի խորհրդանի падգամավոր Յանիս Դոմբրավան քաղաքացիներին կոչ է արել Բելարուսից վերադառնալու համար ընտրել այլ երթուղիներ, մինչև համակարգերի աշխատանքը չվերականգնվի, անցակետում սահման հատել հնարավոր չէ։ Լեհաստանի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներ են օդ բարձրացրել։ Բալթիկ ծովի վրա ռուսական Il-20 հետախուզական ինքնաթիռի թռիչքը վերահսկելու նպատակով։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նրա խոսքով ռուսական օդանավը հայտնաբերվել է Կոլոբժեգից մոտ 40 կիլոմետր հյուսիս եւ չի խախտել Լեհաստանի օդային տարածքը։ Չնայած սահմանների խախտում չի արձանագրվել, լեհական կողմը գործել է սահմանված անվտանգության ընթացակարգերին համապատասխան։ Նախարարը ընդգծել է իրավիճակը գտնվել է լիարժեք վերահսկողության ներքո։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը դիմել է գլխավոր դատախազությանը, առաջարկելով քննարկել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական վարույթ սկսելու հնարավորությունը։ Գլխավոր դատախազությունում հաստատել են, դիմումը գրանցվել է հուլիսի 30-ին, սակայն այս պահին որևէ քրեական գործ դեռ չի հարուցվել։ Դիմումի նախաձեռնողներից են արտերկրում գտնվող բելարուսական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք պահանջել են իրավական գնահատական տալ Լուկաշենկոյի գործողություններին։ Նրանք պնդում են, որ Բելարուսը աջակցել է Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Այժմ դատախազությունը պետք է գնահատի ներկայացված դիմումը եւ որոշի հետագա իրավական քայլերը։
Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարի Դրմեյանը հայտարարել է, որ զրպարտության հիմքով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Դրմեյանի խոսքով Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Որոշել եմ իմ իրավունքները պաշտպանել դատական կարգով եւ հայց եմ ներկայացրել, պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, նշել է Դրմեյանը։ Նրա խոսքով հայցը վերաբերում է այն հայտարարություններին, որոնք առնչվում են արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունների կատարմանը եւ շահերի բախման վերաբերյալ հնչեցված պնդումներին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերից ղեկավարում է պետական HypePost ընկերությունը։ Նրա հայտարարագրի համաձայն այս պաշտոնում տարեկան ստացել է ավելի քան $118,000 աշխատավարձ, ինչը կազմում է ամսական 3.6 միլիոն դրամ կամ $10,000։ Միևնույն ժամանակ HypePost-ի 2025 թվականի հաշվետվությունը ցույց է տալիս, որ ընկերության ֆինանսական մի շարք ցուցանիշներ վատթարացել են։ Ազատությունը հայտնում է, որ HypePost-ն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել տնօրենի ընտրության մրցույթի եւ դիտորդ խորհրդի կազմի վերաբերյալ տեղեկությունները։ Նախարարությունից նաև հայտնել են, որ HypePost-ի գլխավոր տնօրենի աշխատավարձի հաշվարկման առանձին բանաձև կամ սահմանված չափանիշներ չկան։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է հայկական բարեգործական ընդհանուր միության բացահայտ իր Հայաստանը ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Վեհափառ հայրապետը կարևորել է ծրագրի դերը հայրենիքի հետ երիտասարդների կապի ամրապնդման գործում եւ կոչ արել նրանց ավելի խորությամբ ճանաչել հայոց եկեղեցին ու ազգային հոգեվոր մշակութային ժառանգությունը։ Նիկոլ Փաշինյանը առաջիկա կիրակի կայանալիք ազգային ժողովի ներորդ գումարման առաջին նիստից առաջ քաղաքացիական պայմանագրի գրասենյակում հավաքել է կուսակիցներին։ Ըստ տեղեկությունների նիստում քննարկելու են խորհրդարանի աշխատանքի մեկնարկին առնչվող առաջիկա անելիքներն ու քաղաքական օրակարգը։ Քաղաքացիական պայմանագրի գրասենյակի են ժամանել ներորդ գումարման ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Դավիթ Գևորգյանը նշանակվել է Արարատ Ցեմենտ Փակbaşնետիրական ընկերության կառավարիչ։ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր 2018 թվականին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար է աշխատել 2018-ից 21 թվականներին Արագածոտնի մարզպետ Գործարար Ծառուկյանին պատկանող Արարատ Ցեմենտ գործարանի կառավարումն անցել է պետությանը։ Ըստ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ 2025 թվականին Հայաստանի գինու արտահանման հասույթի գրեթե 70%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին, գրում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը։ Խոշորագույն գնորդը Ռուսաստանն է 12.8 միլիոն դոլարի ներմուծմամբ, իսկ ընդհանուր ԵԱՏՄ շուկան ապահովել է 13 միլիոն դոլարի արտահանում։ Նշվում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի գինու արտահանման զգալի մասը կարող է վտանգվել։ ԵԱՏՄ-ից դուրս հայկական գինու խոշորագույն գնորդներն են ԱՄՆ-ն եւ Կյուրասաուն։ Թրամփը հայտարարել է Համասի ամբողջական զինաթափումից հետո իսրայելական ուժերը փուլային տարբերակով դուրս կբերվեն Գազայի հատվածից։ Նրա խոսքով այս գործընթացը ներառված է 20 կետից բաղկացած ծրագրում, որի իրականացումից հետո Գազայի անվտանգությունը ապահովելու են միջազգային կայունացնող ուժերը պաղեստինյան ոստիկանության հետ համագործակցությամբ։ Թրամփը նշել է, համաձայնագիրը հնարավորություն կտա ձևավորել պաղեստինյան նոր կառավարություն, որը կաշխատի խաղաղության խորհրդի հետ եւ կաջակցի Գազայի վերականգնմանը։ Միաժամանակ նրա Իսրայելն էլ կստանա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, քանի որ Գազան այլևս չի օգտագործի որպես ահաբեկչական գործողությունների հենակետ։ Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտարարել է. Եվրոպական երկրները պետք է աջակցեն Իտալիայի առաջարկին կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը։ Նրա խոսքով Իսպանիան չի կարողացել պաշտպանել Շենգենյան գոտու արտաքին սահմանները Սեուտայում ստեղծված միգրացիոն ճգնաժամի պայմաններում։ Ռանտանենը նշել է. այն երկրները, որոնք չեն կատարում արտաքին սահմանների պաշտպանության պարտավորությունները, չպետք է շարունակեն մնալ Շենգենյան գոտում։ Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի վրա իրականացված հարձակման ընթացքում կրկին օգտագործել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ։ Նրա խոսքով հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 2-ը երեխաներ են, իսկ հրթիռի բեկորները դեռ ենթարկվում են փորձաքննության։ Ուկրաինական ռադարները գրանցել են KN-23 կամ KN-24 տիպի հրթիռներին բնորոշ հետագծեր, ինչը կարող է վկայել հյուսիսկորեական սպառազինության նոր կիրառման մասին։ Զելենսկին նաև հայտարարել է, Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեայից ստանալ լրացուցիչ զորքեր եւ նոր հրթիռային համակարգեր, իսկ Մոսկվան ըստ նրա արդեն օգտագործում է Փհենյանի ռազմական տեխնոլոգիաները սեփական սպառազինությունը կատարելագործելու համար։
Մարոկոյի եւ Սեուտայի միջև սահմանակար ժամանակում կարող էր հատել մոտ 40,000 միգրանտ։ Քաղաքացիական գվարդիայի նախնական գնահատման միայն 5 շաբթի երեկոյից մինչև հաջորդ օրվա երեկո սահմանն անցել է 10,000-ավոր մարդ, թեև թիվը դեռ համարվում է մոտավոր։ Հատկանշական է, որ Սեուտայի մշտական բնակչությունը կազմում է ընդամենը շուրջ 80,000 մարդ, ինչի իրավիճակը դարձնում է առավել լարված։ Վերջին օրերին կտրուկ աճել է Մարոկոյից լողալով եւ ոտքով քաղաք հասնելու փորձ անող մարդկանց թիվը։ Եթե նախորդ 10 օրերին սահմանն անցել էր 1500-ից 2000 մարդ, ապա մեկ օրում այդ թիվը հասել է տասնյակ հազարների։ Ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայի ավելի քան 200 բենզալցակայան, թիրախավորելով երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Խարկովի մարզ խորհրդի падգամավոր Ալեքսանդր Սկորիկի տվյալներով միայն Խարկովի մարզում վնասվել է առնվազն 80 բենզալցակայան, իսկ Զապորոժիայի մարզում ավելի քան 30-ը։ Վերջին ամիսներին Մոսկվան ուժեղացրել է վարելի քան ենթակառուցվածքների վրա հարվածները, փորձելով խաթարել Ուկրաինայի լոգիստիկան եւ մեր սահմանային շրջանները թողնել առանց վարելիքի։ Նույն աղբյուրի գնահատմամբ այդ ռազմավարությունը նաեւ նպատակ ունի ուժեղացնել ճնշումը խաղաղ բնակչության վրա։ Հյուսիսարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է. Ռուսաստանն իր գնահատմամբ այլևս ԱՄՆ-ին չի տրամադրում այն հատուկ արտոնությունները, որոնք նախկինում ուներ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով նման մոտեցումը գործում էր այն ժամանակ, երբ Թրամփը փորձում էր հասնել պատերազմի դադարեցմանը, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Դիզենը նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը կարող է ընտրել հակամարտության հետագա սրման ճանապարհը։ Նրա գնահատմամբ ՆԱՏՕ-ի երկրները կարող են փորձել դանդաղեցնել ռուսական բանակի առաջ ինչը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ վերջին ամիսներին զգալիորեն ուժեղացել են Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը։ Ներքին գործերի նախարար Լորան Նունիեսի խոսքով ֆրանս-իսպանական սահմանին մշտապես տեղակայված են շարժական ստորաբաժանումներ, որոնք վերահսկում են իրավիճակը։ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Ռիմփակ 2026 խոշոր միջազգային զորավարժությունների ընթացքում փորձարկել են մարտավարական լուծումներ, որոնք կարող են կիրառվել ապագայի պատերազմներում։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են նավատորմի, ավիացիայի եւ տարբեր տեսակի անօդաչու համակարգերի համատեղ գործողությունները։ Ռուս փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի գնահատմամբ Վաշինգտոնը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կիրառում է այն համագործակցության մոդելը, որը երկար տարիներ ձևավորել էր Եվրոպայում։ Փորձագետ Իլյա Կրամնիկը չի բացառել, որ զորավարժությունների ընթացքում մշակվել են նաև ԱՄՆ եւ Չինաստանի միջև հնարավոր ծովային բախման սցենարներ։ Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք հասնելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է առնվազն 24-ի։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով հազարավոր մարդիկ կարողացել են ծովով կամ ցամաքով շրջանցել Մարոկոյի հետ սահմանային պատնեշը եւ մտնել քաղաք։ Ըստ տեղեկությունների, միայն մեկ օրում Սեուտա է ներթափանցել շուրջ 49,000 անօրինական միգրանտ։ Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները քաղաքում անվտանգության ապահովման համար ներգրավել են բանակային ուժեր։ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ Էրիադում անցկացվել է 43 երկրների գլխավոր շտաբների պետերի եւ ռազմական ներկայացուցիչների հանդիպումը միջազգային նավագնացության պաշտպանության համար բազմակցովային կոալիցիա ստեղծելու նպատակով։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Կարմիր ծովում Բաբ էլ-Մանդեբի նեղուցում եւ Ադենի ծոցում աճող անվտանգության սպառնալիքներին, ինչպես նաեւ ապագա կառույցի կանոնադրությանը, կառավարման համակարգին եւ գործունեության մեխանիզմներին։ Նախատեսվում է, որ Սաուդյան Արաբիան կդառնա կոալիցիայի հիմնադիրն ու ղեկավարը, իսկ կենտրոնակայանը կտեղակայվի թագավորությունում։ Հանդիպման ավարտին 14 պետություն ստորագրել է նախաձեռնությանը աջակցող համատեղ հայտարարությունը, իսկ մի շարք այլ երկրներ հայտնել են միանալու պատրաստակամության մասին։ Եղանակը առաջիկա օրերին։ Օգոստոսի 1-ից 2-ի եւ 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օգոստոսի 3-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-ից 5-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան հեռագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։